մոտ 15 տարի ամբողջությամբ եղել եմ ալկոհոլային կախվածության մեջ։ Ինչպես ասեմ, մի մարդ, ով կորցրել էր խիղճը, պատիվը, ում կյանքում ոչ մի սուրբ բան չկար օղուց բացի, ով կորցրել էր հարազատներին, մտերիմներին, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգևորապես։ Մայրս ամաչում էր ինձ իր որդին կոչել։ Նա ինձ իր զարմիկն էր անվանում ու հարևանների համար նրա զարմիկն էի։ Քույրս ասաց, ցտեսություն, դու ինքդ ես ընտրել քո կյանքը։ Մի խոսքով կյանքս, եթե իհարկե կարելի էր դա կյանք անվանել, դա ընդամենը գոյատևում էր, խավար էր։ Եկեղեցու քույրիկներից մեկն անընդհատ ինձ ասում էր մեր կենտրոնի մասին, որ այդտեղ գալիս են այսպիսի, այնպիսի մարդիկ, սարսափելի, բայց հետո գեղեցկանում են։ Դե ես դրան դժվարությամբ էի հավատում, բայց այդ պահին չգիտես ինչու հիշեցի հենց այդ կենտրոնի մասին, բայց մտածեցի, որ ինձ այդտեղ սպասող չկա ու զանգեցի քրոջս, բայց նա ասաց, ոչ Անդրեյ, ես քեզ չեմ սպասում, քանի որ հոգնել եմ քեզ հետ տառապելուց։ Ու ես եկա այստեղ, չգիտեի ուր և չգիտեի ում մոտ։ Եկա այդ կենտրոն, բայց անկեղծ կլինեմ, երբ գնում էի այդ կենտրոն, սրտումս այնպիսի զգացողություն էր, որ ես ոչ մեկի պետք չեմ, ինձ չեն ընդունի։ Մի ձայն կարծես ասում էր, եթե դու անգամ քո հարազատներին պետք չես, ինչի պիտի օտար մարդկանց պետք լինես, ով ես դու ընդհանրապես։ Բայց ես եկա, չգիտեմ, Աստված բերեց, երևի ինքս չէի գա։ Եվ մի միտք ունեի, եթե չընդունեն, անտառը հեռու չի, գոտիս անդրավարտիքիս վրա է, և դրանով բոլոր հարցերը կլուծվեն, հերիք է տանջվեմ, հոգնել եմ։ Բայց ինձ ընդունեցին հարազատի պես։ Դուք հասկանում եք, ես զարմացած էի, կերակրեցին։ Առաջին 5 օրն այդ կենտրոնի առաջին հարկում էի գտնվում։ Ես չեմ կարող բացատրել իմ հոգեվիճակը։ Ամեն բան հսկողության տակ էր, ոչինչ աչքաթող չէր արվում, ուշադիր էին բոլորի հանդեպ։ Ես չէի հավատում, որ կարող է բարությունը հենց այնպես լինել, առանց որևէ բանի, պարզապես քեզ սիրում են միայն նրա համար, որ դու կաս։